Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե վաղ առավոտից մաղթում տոնական ջերմ լավ տրամադրություն, հատկապես որ այսօր առանձնահատուկ ցուրտ է։ Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է հանրայինի ուղիղ եթերում եւ արդեն 1 տարի է։ 1 տարի է մենք ձեզ յուրաքանչյուր առավոտ հանրայինի ուղիղ եթերում ասում ենք Բարի լույս հարգելի ռադիո լսող, այո այսօր կարող եք շռայլ լինել, զանգահարել, գրել եւ մեզ շնորհավորել, որովհետեւ այսօր Սուրճ ու սեր առավոտից ծրագրի 1 ամյակն է։ Այո, մեր հաղորդման, մեր ստեղծագործական խմբի ծննդյան օրն է եւ իհարկե բոլոր նրանց, ովքեր լսում են մեզ, միանում են մեզ, գրում են, մեկնաբանում են։ Եվ առավոտը առանց մեզ չեն կարող։ Մեկ գավաթ սուրճը վայելում են մեզ հետ։ Տիգրան Հարությունյան, սրտանց շնորհավորում եմ քեզ։ Լուսինե Մուրադյան, ես եւս շնորհավորում եմ քեզ, սրտանց շնորհավորում եմ։ Քիչ անց նաեւ կմիանան մեզ մեր գործընկերները։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 րոպե մենք այս պահին ուղիղ եթերում ձեզ հետ միասին վայելում ենք մեր 1 գավաթ սուրճը։ Եվ ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորիդ եւ մեզ շնորհավորեցինք, ձեզ էլ ենք շնորհավորում հարգելի ռադիո լսողներ, որովհետեւ միմյանց հետ ենք անցկացնում յուրաքանչյուր առավոտ եւ փորձում ենք ժամուկեսը դարձնել ավելի ջերմ, ավելի հրաշալի միջավայրում անցկացնել ու այն դարձնել ավելի արդյունավետ ինֆորմատիվ։
Նաև ուզում ենք ողջունել յուրաքանչյուր առավոտ մեր հերթափոխի տեխնիկական անձնակազմին ենք ուզում ողջունել, ովքեր 1 տարի շարունակ յուրաքանչյուր առավոտ ստիպված են տեսնել մեր դեմքերը, մեր ժպիտները, Այդինց հարցնենք ստիպված են թե ոչ, մնում է մեզ լսեն, հա? Ստիպված եք մեր դեմքերը տեսնեք, թե ժպիտով միշտ դիմավորում եք։ Հիմա էլ են ժպտում, բան չենք ասում։ Լուսինե Նորեկյանն է ժպտում, ով նաև պատասխանում է ձեր հեռախոսազանգերին եւ համակարգում է մեր հյուրերի անցուդարձը։ Եվ եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, այն մեր գործընկերներին, որոնք կադրից դուրս ապահովում են նաև մեր անխափան եթերը։ Հունվարի 7-ն է 2026 թվական, օրը չորեքշաբթի։ Սկսենք անհրաժեշտ տեղեկատվության պաշարը եղանակից, ինչպես միշտ, այսօր առանձնահատուկ ցուրտ է։ Այո, ես դա զգացի, երբ գալիս էինք աշխատանքի։ Այս պահին Երևանում -6 է, օրվա ընթացքում միջև 1 աստիճան տաքություն են խոստացել, գիտես։ Ընդամենը։ Մի խոսքով այսօր ցուրտերի ցուրտն է, հա։ Դե այս պահին որ ցուրտ է, օրվա ընթացքում գուցեև ջերմանա, առանց տեղումների եղանակ է սպասվում, ինչպես հանրապետության ամբողջ տարածքում, այնպես էլ Երևանում, եւ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 9-ը։ Սառնամանիք կամ ինչպես հաճախ սիրում են կեսկատակ, կես լուրջ ասել, մորոզ է։ Բայց Երևանում ցերեկը խոստանում են դրական ջերմաստիճան մինչև +2։ Հա, դե էլի լավ է։ Ված չի, չբողոքենք։ Դե բողոքել ընդհանրապես պետք չի։ Գնանք հանրապետության ճանապարհներ եւ հասկանանք արդյոք ունենք փակ ճանապարհներ թե ոչ այս բնականաբար ունենք փակ ճանապարհներ, այս եղանակին հնարավոր չէ որ տեղի չլինեն փակ ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Վարդենյանց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մեր կասառույց է եւ իհարկե վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվատողերով, ինչ վերաբերում է Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք մայրաքաղաքի փողոցներ, ասենք որ ճանապարհային երթևեկություն այս պահին հանգիստ է, 2 բալ է ընդամենը։ Կանաչ, դա նշանակում է մարդիկ դեռ ցրտից այսպես զուշանում են եւ չեն շտապում տանից դուրս գալ։ Թեպետ այսօր արդեն դպրոցականները գնում են դասի։ Արդեն աշխատանքային օրը լիարժեք օր է։ Մենք սպասում էինք որ ծանրաբեռնված է լինելու, բայց արի ուտես որ ցուրտն իր գործն անում է։ Մի ուշացեք աշխատանքից ամեն դեպքում, տոներն արդեն ավարտվել են, հունվարի 7-ն է, գնացեք աշխատելու։ Հատկապես եթե պիտի մեկնեք որևէ երկիր, ապա ձեր չվերթներից էլ մի ուշացեք, եթե պետք է մարդկանց դիմավորեք, եւս մի ուշացեք։ Դե ինչ, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայքում ենք, ժամանման սանդղակը դիտարկում ենք, նայում ենք ու տեսնում ենք, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի բան չի փոխվել, ամեն ինչ տեղի է ունենալու ժամանակին։ Մեկնումների ցուցակը բացում ենք եւ տեսնում ենք, որ ամեն ինչ էլի շատ լավ է, ամեն ինչ ժամանակին է։ Սա հրաշալի է ուղղակի։ Գնանք տարադրամի շուկա, տեսնենք օրվա ինչ փոխարժեքներ է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Սկսենք ամերիկյան $1-ից, օրվա փոխարժեքը 381 դրամ է։ 1 եվրոն 445 դրամ է, ռուսական 1 ռուբլին 407 դրամ, վրացական 1 լարին 141 դրամ է եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Այսքանը մենք շարժվում ենք առաջ եւ ինչ լսենք, ես առանձնացրեցի դեպ վերջին հիթերից մեկը։ Դե լսենք ուրեմն։ Pitbull եւ Dua Lipa։ Ինչու այս կատաղած երգը միացրել։ Ինչու է կատաղած։ Դե ուղղակի էլի, Pitbull-ը արդեն Սուրբ Ծննդյան մագնիս, այսպես ձգողականություն, Christmas Magnetic, ընդհանրապես 2 շաբաթ առաջ է հայտնվել կատարումը, լսենք։ My phone. Stepping in the snow when the vibe goes wild. Every street lit up like that's the style. Miami Heat in a winter trial. Worldwide moving with a veteran smile. Baseline action with the sleigh bell shake. Every wish we make, every rule we break. Doing the hook like a carol wave. 2 stars collide in a Getty Kane haze. Me, you know what the fuck I'm in us. Just in the night and us. Edge electric goes looking at it. You and baby, I feel like closer. Get the whole town glowing. Quiet in the air and I start blooming. Put me in like faded shoes. Wrapped in the moment, no losing.
switch that pace. North Pole energy in the rooftop blaze. Moon out the shine like a star embrace. Make the whole damn sky light up the space. Full sweep with the champagne praise. Life tastes better when you move like these. Take the night to present, we hold the keys. Unwrap the $5 CCC. Full in the crowd so thick. We can hear bass and the magic gets quick. You and me, baby, that's perfect fit. Christmas magnetic, let's get closer. Feel the whole town glowing. Fire in the air and the lights start blooming. Pull me in like radiance, choosing. We're wrapped in the moment, no losing. We're Christmas magnetic, pulling every heart to the spark. We're spreading, so iconic, so unapologetic. Two silhouettes shining in a snow aesthetic. Pull me closer, don't let go. Christmas magnetic, taking control. Taking control. Take me where the tinsel glows. Under mistletoe, we're unstoppable, unforgettable, dancing in the snow. Dollar, 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 dollar. Dollar. Oh, oh. Worldwide. Y'all be not it. We're Christmas magnetic, pulling every heart to the spark. We're spreading, so iconic, so unapologetic. Two silhouettes shining in a snow aesthetic. Pull me closer, don't let go. Christmas magnetic, taking control. People, darling, let's go. Սուրճ ու սեր առավոտից։ 9:42 րոպե մենք շարունակում ենք միասին վայելել ծրտաշունչ ձմեռային առավոտը։ Ես փորձեցի տաքանալ, բայց դու վերջին այդ ամենաթեժ ռիթմերը անջատեցիր։ Ուղղակի ինչևէ շարունակում ենք, ես կշարունակեմ տաքանալ եւ չեմ հանձնվի։ Գիտեմ, կատակեմ։ Երկավարտեց։ Այստեղ ջեր ողջույններ ունենք արդեն։ Հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել մուտք գործելով Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, այնտեղ նաև լայվին միանալ, կոմենտներ գրել, arm.radio.am կարող եք մուտք գործել, հետևել մեր ծրագրի ընթացքին, իհարկե դիտել կոճակը սեղմելով վիդեո տարբերակը, եւս այնտեղ կարող եք դիտել ու Facebook-յան հարթակում ունենք սիրուն շնորհավորանքներ, Արմինե Դանիելյանն ասում է բարի լույս սիրելիներ, Մարգար Մարգարյանն ասում է շնորհավոր ամենաստացված հաղորդաշարի ամենապրոֆեսիոնալ հաղորդավարներին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Հերիկնաս Կարայանն ասում է լույսը բարի թող լինի բոլորիս համար սիրելիներ, Ծովինար Գևորգյանը ծաղիկներ, սրտիկներ, փուչիկներ է ուղարկում։ Այո, արդեն 1 տարի է ինչ մենք եթերում ենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր աշխատանքային օր 9:30-ից օրը սկսում ենք միասին։ Եվ ձեզ ամեն առավոտ սիրով ասում ենք բարի լույս։ Հունվարի 7-ն է, տեսնենք ինչ կա չկա այսօրվա օրացույցում, ունենք մի քանի միջազգային տոն։ Առաջինը դա ծրագրավորողների միջազգային օրն է։ Շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը այսպես կապել են ծրագրավորման հետ։ Շնորհավորում ենք, մաղթում ենք ձեզ իհարկե հաջող ընթացք։ Ծրագրավորողները այն մարդիկ են, որ նրանց բավարար է ուղակի ունենալ լավ համակարգիչ եւ լավ ինտերնետ, սեղան, որ հատվածում մի հատ էլ աթոռ, Գուցե վերջացավ։ ծովի ափին են որոշել այդ օրը աշխատել։ Մի խոսքով շնորհավորում ենք ձեզ, թող ձեր հնարավորությունները, ձեր ցանկությունների հետ միշտ համընկնեն։ Այսօր ճախարակի օրն է։ Լավ։ Ընդ որում սա միջազգային տոն է։ Հաջորդը շատ ծիծաղելի է, Բայց կրկին միջազգային օր է։ Ուզում եմ փորձեմ, կարելի է։ Չես կարող փորձել, որովհետև մեր տաղավարը մեծությամբ պետք չի ների, հասկանում ես։ Եթե գործընկերներից խնդրենք ընդհանուր պլան տան, Արի կլինի դու լուրերի ժամանակ կփորձես։ ընդհանուր պլան տան, մեր գործընկերները կադրը, Ինչ ես ուզում դու անել։ Փորձեմ։ Հիմա փորձենք։ Գնաց։ Նա գնաց։ Ասում եմ ոնց քայլեմ։ Ոնց ուզում ես քայլեր։ Դե հիմար քայլվածքի միջազգային օրն է, փորձում եմ հիմարավարի քայլել, չէր ստացվում։ Ես չեմ կարող գնահատել, որովհետև չեմ պատկերացնում ինչպես որ քայլվածքն է համարվում հիմար քայլվածք։ Բայց կա այդպիսի միջազգային օր, որը նշված այսօրվա օրացույցում, սիրելիներս։ Գուցե սա կեսկատակ, բայց նորմալ ժամանակ այդպես չէիր քայլի, չէ։ Դե դրա համար կկոչվի աննորմալ։ Մի խոսքով անցնենք առաջ հայ առաքելական ըստ եկեղեցու օրացույցի այսօր մերելոց է հանգուցյալների հիշատակի օրն է։
Այո, եւ շարունակենք։ Գնանք ազգային տոների ցանկ, տեսնենք նահանգներում ինչ հետարքիր ժպիտ առաջացնող տոներ Սա կան։ առաջինը ինձ շատ դուր է գալիս եւ ես որոշել եմ այս տարի այդպես էլ անել։ Այլևս չհանդուրժելու օրն է Միացյալ Նահանգներում։ Այլևս չհանդուրժել անարդարությունն ու անազնվությունը։ Ու ինչ ուզում ես էլի, մի հանդուրժիր, ինչ ուզում Դե ես։ այս անվանում տակ կարելի ամեն ինչ Այո։ Երկրորդ տարի չկարդանք։ երկրորդ տարի չկարդանք, ես անում։ Եթերա ինչի, բայց ձեզ եթե հետաքրքիր է կարող եք փորփրել ու Չգիտես ինչու չինական արձանիկի ազգային օրը նշում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես ազգային օր։ Ես էլ չգիտեմ։ Գնացինք։ Բայց մենք ճիշտ ենք կարդում այսօր հունվարի 7-ն է, այո։ Հասկանում ես։ Հիմա շարունակենք։ Ահա, Իտալիայում նշում են այսօր Երագույնի օրը։ Իմիջալոց նաև ղպտիրների Սուրբ Ծննդյան օրն են նշում Եգիպտոսում, Պիոներների օրը նշում են Լիբերիայում։ դեռ պիոներներ կան։ Դե պատկերացրու։ Լուրջ։ Լավ, փաստորեն կան պիոներներ, ես չգիտեի։ Ռուսաստանում Սուրբ Ծնունդ է, բոլորս գիտենք այդ Կարս մասին։ կարդալ։ Ձինձիցու տոնն են նշում Ճապոնիայում։ Ես ստացվեց առաջին Ստացվեց։ անգամ։ Ձինձիցու։ Այո, Շատ հետաքրքիր։ ձինձիցու։ Տոն։ Տեսնենք իրադարձություններից ինչ կա զետեղված հունվարի 7-ի օրացույցում 1610 թվականին Գալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի 3 արբանյակները Իոն, Եվրոպան եւ Կալիստոն։ Ահա։ Եվ շարունակենք հարգելի ռադիոլսողներ։ Իմիջալոց հետաքրքիր մի բան 1929 թվականի այսօրը Նյու Յորքի խանութներում առաջին անգամ կաթը վաճառքի հանվեց տվարաթղթե տարաներով։ Դա որ թվականն էր։ 1929։ Օ, տեսնում ես։ Այո։ Պաստորեն այդքան տարի արդեն անցել է։ Գնացինք Գնանք առաջ։ հայտնի հոբելարների Տեսնենք ովքեր են ծնվել։ Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Լոուրե Քոհենն է ծնվել այսօր 1982 թվականին։ Հայ աշխարհահռչակ Աշխարհահռչակ։ բռնցքամարտիկ 1976 թվականի այսօրն է ծնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը։ Նույն ինքը Վիկ Դարչինյանը։ Այո, Վիկը։ Չէ՞։ Բայց Այո։ վախտանք մի տեսակ Մի տեսակ ուրիշ Այլ է, է։ չէ՞, Վիկ հնչում։ Դարչինյանը։ Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն է ծնվել այսօրը 1937 թվականին։ Երգիչ, հայկական ժողովրդական եւ գուսանական երգերի ինքնատիպ կատարող Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանն է ծնվել 1923 թվականի հենց այսօր։ Դե հանրային ռադիոյին կնդիրներին ծանոթ է, Այո, քաչ դրա համար էլ նրաձանագրությունները հաճախ այսպես մեր ասացի, էլի։ համերգներում Ահա։ հնչում են իհարկե։ Ահա։ Այսօրն է նաև ծնվել խորհրդային միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդիակովը։ Այսօր- 1902 թվականին է ծնվել։ Իսկ 1886 թվականի այսօրն է ծնվել գյումրեցի զվարճաբան առակախոս Պոլոս Մուկուչը, եթե նա չլիներ, բազմաթիվ խոսույթներ չէին ծնվի ուղղակի։ Իդեպ նա եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը, Պոլոզ է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ ու սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին նոտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։ Այո, ըստ հասած տեղեկությունների առևտրական միջնորդի դեր է կատարել նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքն ու միտքն ապրանքների վաճառքն էր։ Գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհել։ Ես վստահ եմ, որ շատ հաճախորդներ է ունեցել։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով եւ ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։ Դե ասում են ամենա այսպես Այո, ուժեղ կատակը պետք է ասել լուրջ դեմքի լուրջ արտահայտությամբ։ դեմքով։ Մենք եթե ժամանակ մնա, անպայման կանդրադառնանք։ Այո, եթե մնա ժամանակ կա դեռ կանդրադառնանք, իդեպ ռադիոլսողները եւս կարող են Պոլոզ Մուկուչի Գրեք, կատակներից այո։ գրել մեր Facebook-յան էջում, մենք անպայման կընթերցենք։ Այսօրն է ծնվել նաեւ հայկական փոփի սիրված կատարողներից մեկը, նա դառնում է 39 տարեկան։ Սիրուշոյի ծննդյան օրն է այսօր, մենք շնորհավորում ենք եւ բոլորին ենք շնորհավորում ում ծննդյան օրն է այսօր։ Շնորհակալություն, ես շատ ուրախ եմ, որ այսօր բոլորին ենք շնորհավորում։ Նաեւ մեզ Սիրուշոն միշտ ճաշակով, միշտ հետաքրքիր, յուրօրինակ, իր ոճ ունի եւ իր ուրույն տեղը։ Salori hala haydon donne yar salorana manne kanskini hala haydon donne yar overu tishul hala bori hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne
down, bet on myself and double down. Go back to sleep, don't touch that crown. From the mountains down to our lakes, we put the highlands into the waves. My roots run deep, I ain't easy to break. My baby, don't it keep it riding with me. Սուրճ ու սեր առավոտից։ Եվ արդեն 1 տարի եթերում Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է ուղիղ եթերում, իհարկե։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ ուրախ ենք, որ արձագանքում եք, նաեւ հիշեցնենք ուղիղ եթերի հեռախոսահամարը 553702 եւ հիմա ողջունենք մեր ռադիոլսողին ու նրան ասենք բարի լույս։ Տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես զանգահարել եմ, որպեսզի շնորհավորեմ ձեր մեր ամյակը։ Շնորհակալություն։ Ես ցանկանալ բազում անխափան եթերներ։ Անձի յուրաքանչյուր առավոտ լսում եք ուրախությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք անչափ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Մենք էլ ձեզ ենք Մենք էլ ենք շնորհակալ։ լավ որ ձեզ, լավ որ Շարունակեք լսել մեզ։ Հունվարի 7-ը օրը չորեքշաբթի աշխատանքային լիիրավ օր, բայց կարծես չեն շտապում Պես մարդիկ արթնանալ, տանից չեն շտապում դուրս գալ եւ դա է պատճառը, որ այս պայն մայրաքաղաքում չկան խցանումներ։ Դեռ չկան խցանումներ, դեռ խաղաղ ու հանգիստ է, քանի խաղաղ ու հանգիստ է, ուր պիտի գնայիք, վերկացեք ու գնացեք, որ հետո խցանումների մեջ չհայտնվեք։ Նույնիսկ դպրոցները խցանումներ չեն առաջացրել, այնքան ցուրտ է, բայց կարծում եմ կարևորը իհարկե մեր հոգու ջերմությունն է, հարգելի ռադիոլսողներ, իսկ ձեր յուրաքանչյուր ջերմ խոսք էլ ավելի է ջերմացնում մեր հոգին, որովհետև ի վերջո արդեն 1 տարի է մենք ուղիղ եթերում ենք եւ յուրաքանչյուր առավոտ ձեզ հնարավորություն ունենք ասելու բարի լույս։ Նաեւ ներկայացնում ենք ովքեր են ծնվել, ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել եւ խոսեցինք, որ Պոլոզ Մուկուչից Այո, հիշենք եւս մեկ անգամ, որ այսօր Պոլոզ Մուկուչի ծննդյան օրն է եւ արի նրա կատակներից մեկը հնչեցնենք, ինչու ոչ։ Պոլոզ Մուկուչը ձմերուկ է վաճառում, Միկին վերցնում է ձմերուկը, սկսում երկու ձեռքով սեղմել եւ պահել ականջի մոտ։ Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողությունը, Մուկուչը զայրանում է։ Ու ասում. Քուրջան 2 կիլոնոց ձմերուկը վերցրել ես, կուզես միջեն դուխավոյ օրկեստրի ձենել, né? Դու գյումրեցու տիպիկ акцентով կարծես դե հատու որ Պոլոզներ։ Այո, խնդրեմ, շարունակենք։ Այստեղ էլի թող սա ես կընթերցեմ։ Դե ինչ, Գյումրի է գալիս մի բարձրաստիճան պաշտոնյա։
Անմահ է թակավորը աչքի լույս է, սրան մեռնել չկա, ասում է այս ու այն կողմից։ Այո։ Մուկուչը տեսնում է ոնց որ չոփ կաշի ու ոսկոր լինի ու ասում է. «Անմահ չէ, բա ինչ է իդոր վրա ուր է մեռնելու բան»։ Այսպիսի ստացվեց, կատակներ Տիգրան ջան, հրաշալի է, հա։ հրաշալի իսկ կարող Պարապել էի։ նույնիսկ այս բան ծափարությունները չեսնել հատուկ քեզ համար շատ տիպիկ եւ ահա Հատուկ սա էլ պարապել։ այսպես Ահա։ դե ինչ հունվարի 7-ն է Պոլոս Մուկուչինն է անդրադառնում։ Ռուզաննա Կուտիշյանն է գրում բարի լույս մի օր Պոլոս Մուկուչին հարցնում են. «Պոլոս, խաշ սիրում ես»։ Որ Գյումրեցին չի սիրե։ Խաշի հատկապես ինչն է սիրում, ջուրը թե միսը։ Ինչ է պատասխանում Պոլոս Մուկուչը, խաշի արաղը։ Աշի արագ շատ դա արդեն կատակ չէ, դա Ես շատ էլ մի բան տրամաբանական մտածում է։ եմ կիսով չափ Գյումրեցի եմ, բայց խաշ չեմ սիրում։ Սա ինչ որ խնդիր է, հետո հասկացա, որ խաշի օղին կարելի է սիրել։ Այստեղ Արմինե Հովսեփյանն էլ ունի մեզ նվիրված գրառում, հետո Կարդանք։ կկարդանք։ Դե ինչ, մենք ավարտում ենք այս եթերաժամը, ժամը 10-ին լուրեր, որից հետո մեզ կմիանան արդեն մեր գործընկերները եւ մենք ի վերջո կնշենք մեր ծննդյան օրը։ Happy birthday to you. Happy birthday celebration. Party night, we feel the vibration. Lights are bright, we're feeling alright. We're dancing till the morning light. Happy birthday celebration. Everybody get the temptation. Once again, this is your night. And everyone feels right. Happy birthday to you. And may all your dreams come true. We sing happy birthday to you. And may all your dreams come true. Happy birthday. This is your birthday song. Celebration all night long. May all your dreams come true. We sing all together. Happy birthday to you. It's a perfect motivation. Feel the vibe, enjoy the fascination. All your friends are here tonight. Happy anniversary, we hold you tight. It's a perfect situation. Hail and heart, what a combination. Once again, this is your night, and everyone feels right. Happy birthday to you. And may all your dreams come true. Happy birthday. We sing happy birthday to you. And may all your dreams come true. Happy birthday. Happy birthday, we sing to you. May all your dreams come always true. Happy birthday, we sing to you forever and ever. Happy birthday, we sing to you. May all your dreams come always true. Happy birthday, we sing to you forever and ever. This is your birthday song. Celebration all night long. May all your dreams come true. We sing all together. Happy birthday to you. Birthday to you. And may all your dreams come true. Happy birthday. We sing happy birthday to you. And may all your dreams come true. Happy birthday. We sing happy birthday to you. May all your dreams come. May all your dreams come true. Happy birthday to you. Happy birthday to you. May all your dreams come. May all your dreams come true. Happy Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Հալեպի հայաշատ հատվածում բախումներ են, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են։ Զելենսկին, Մակրոնը եւ Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր։ Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են Սուրբ Ծննդյան հաջորդող ննջեցյալների շատակման մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել, հայտնում է Գանձասար պարբերականը։ Նշվում է նաև, որ նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։ Գանձասարը հայտնել է նաև, որ կա 15 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումների հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել։ Սիրիայի հարևան Լիբանանում նույնպես անհանգիստ իրավիճակ է։ Իսրայելի բանակը հարվածել է Հեզբոլլահի հենակետերին։ Լիբանանցիների համար այդ հարվածները անակնկալ չէին, քանի որ Իսրայելի բանակի խոսնակը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում են հարվածներ հասցնել Հեզբոլլահին եւ Համասի ռազմական ենթակառուցվածքներին։ Լիբանանի Զարթոնք հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ռադիոլուրի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցած Իսրայելի հայտարարած նոր մերձավոր արևելքի տրամաբանության շրջանակում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ, քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ռազմաարդյունաբերության ոլորտում, առևտրի խթանման քայլերը, ինչպես նաև Գազայում եւ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները։ Էրդողանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Թրամփը կվերականգնի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը եւ կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն Բաքուն եւ Անկարան պայմանագիր են կնքել, որով Թուրքիան Ադրբեջանից Կասպից ծովի Աբշերոնի հանքավայրից 33 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա։ Հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակտարը։ Անատոլու գործակալությունը հաղորդում է, որ պայմանագիրը կնքվել է 15 տարով, վառելիքի մատակարարումը կսկսվի 2029 թվականից։ Ըստ թուրք նախարարի մատակարարումները կիրականացվեն Վրաստանի տարածքով Բաքու, Թբիլիսի, Էրզրում խողովակաշարով։ Այլ թեմաների մասին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդները Փարիզում հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Վաշինգտոնը գործուղել էր նախագահ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆին եւ Ջարեդ Քուշներին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով Գերմանիայի զինուժը կարող է մասնակից լինել հնարավոր հրադադարից 1 տարի անց միայն։ Էմանուել Մակրոնն էլ ներկայացրել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին հռչակագրի այլ կետեր։ Դրանց թվում են Միացյալ Նահանգների ղեկավարությամբ եւ այլ երկրների աջակցությամբ հրադադարի մոնիտորինգի մեխանիզմի ստեղծումը, Կիևի դաշնակիցների իրավական պարտականությունը, աջակցել Ուկրաինային Ռուսաստանի եւ նոր հարձակման դեպքում եւ բազմազգ ուժերի ստեղծումը, օդում, ծովում եւ ցամաքում զինադադարից հետո անվտանգության ապահովման համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին եւ ազգային շահերի պաշտպանության ուղղված իշխանությունների ջանքերին։ Մասնավորապես ընդգծվում է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի ապաեսկալացիայի եւ արկա ցանկացած խնդրի լուծման ուղղված կառուցողական երկխոսության օգտին։ Միջազգային իրավական նորմերը, առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով։ Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։ Եվ ԱՄՆ նախագահը այսօր գրառմամբ տեղեկացրել է, որ Կարակասը եւ Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել 2 միլիարդ դոլարի վենեսուելական նավթահումք ԱՄՆ արտահանելու շուրջ։ ԱՄՆ նախագահը մասնավորապես գրել է. մեջբերում ուրախ եմ հայտարարելու, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել բարձր
բարձրորակ։ Նավթ կտրամադրեն Միացյալ Նահանգներին, նավթը կվաճառվի շուկայական գնով եւ այդ գումարը կվերահսկվի իմ կողմից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երաշխավորելու, որ այն կօգտագործվի ի բարօրություն Վենեսուելայի ժողովրդի եւ Միացյալ Նահանգների։ Մեջբերման ավարտը։ Անդրադառնանք նաև Իրանին, Իրանի նախագահն է քննադատել իրանցիների վրա արտաքին ճնշում գործադրելու փորձերը երեկ Թեհրանում հանրային հավաքի ժամանակ։ Մասուդ Փեզեշքյանը ասել է, որ Իրանի հակառակորդները պատժամիջոցների եւ տնտեսական սահմանափակումների միջոցով փորձում են խոչընդոտել երկրի առաջընթացը միաժամանակ իրենց ներկայացնելով որպես Իրանի ժողովրդի պաշտպաններ։ Իսկ ահա Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը եւ երկրի ներքին գործերին միջամտությանը, պաշտոնապես ներկայացնելով ընդունելի սահմանները եւ զգուշացել ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն եւ հանդիսանում են կարմիր գիծ Թեհրանի համար։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն, որը փոխանցում է Թասնիմը, Իրանում բողոքի ակցիաները նվազում են, անկարգությունների թիվը առաջին օրերի համեմատ քչացել է 3 անգամ։ Ցուցարարների պահանջները օրինական են, ավելի վաղ հայտարարել էր Իրանի կենտրոնական բանկի նախագահը, տեղեկացնենք, որ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի նախագահին եւ նա ասել է, որ իրավիճակը շտկելու համար կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ հուսեր առողջից։ Սեր աղջիկներ, սիրո երգ է հովը սուլում, որ իմ սրտին ասի ջանգյոլում։ Թիթեռները պարեն պարում, երջանկություն ու սեր արարում, սիրահարված զույգերի սրտերը ջահել, երազանքի հետ սեր են պահել, որ սիրո հուրը վարվի, երազանքը սրտի կատակվի, սիրտս համբուրից օրորվի, քո մի շապիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, սիրուն Հայաստան։
Սուրճ ու սեր առավոտից։ Եվ արդեն 1 տարի հանրայինի ուղիղ եթերում ենք մենք։ Եվ ասում ենք ամեն առավոտ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, փորձում ջերմ տրամադրություն փոխանցել ձեզ եւ իհարկե կարեւոր տեղեկություններ հրամցնել, քանի որ մեր գործընկերներն արդեն եկել են, Տիգրանը որոշեց սա էլ դիր, որ վայր չընկնի մեր գյոզալ տորթը։ Չի ընկնի վայր։ Եվ այսօր մեր սուրճ ու սերի բաժակները կծառայեն, ահա, այսպես։ Եվ ասում ենք բարի լույս մեր շատ սիրելի գործընկերներին, շատ սիրելի Սևակին ու Վեգային, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Թե մեր սիրելի գործընկերներին, թե շատ սիրելի ռադիոլսողներին։ Բարի լույս բոլորին, սա Բա մենք առանց ձեզ ծնունդ առաջին կանենք։ բարի լույսն է, որ Այո, այո, իդեպ այո։ Բա ոնց մենք աշխատենք, միասին եք, դուք կամավորագրվել եք ինչ։ Մենք շատ շնորհակալ ենք եւ շատ ուրախ ենք իրականում, երբ նայում ենք ցանկը, թե ովքեր են սկսելու եթերը, ես հոգուս խորքում այսպես շատ ուրախացա, որ Լուսինեն ու Տիգրանն այսօր էլ հյուր ենք, այո։ Հա, իմիջիայլոց մենք նվերներ ենք ստանում եւ ահա ծրագրերի տնօրենը մեզ շոկոլադ վաղ առավոտյան բերեց։ Դա արդեն կոռուպցիա է։ Կամյակը շնորհավոր։ Մենք սպասում ենք հարգելի գործընկերներ, դե ձեզ տեսնենք։ Իդեպ Instagram-ում ինձ հիշողություն էր բերել, անցած տարի էլի փաստորեն 4-ով էինք սկսել, արդեն չէի հիշում ինչպես էինք սկսել, իհարկե Մարինան էր մեզ հետ, երևի թե հասցրել եք ողջունել նրան։ Բարի լույս, Մարինա։ Ողջունենք Մարինային եւ իսկապես շատ արագ անցավ 1 տարի, բայց կարեւոր է որ ամեն ինչ շարունակվում է։ Ու կարևորը, որ ջերմ ընտանիքի այսպես միջավայրում է շարունակվում եւ մենք 1 տարի է միասին ենք աշխատում, որ ամենակարևորն է հաշտ ու համերաշխ։ Երբևէ չի եղել, որ որևէ կոնֆլիկտ լինի, իսկ սա խոսում է առողջ միջավայրի մասին։ Հիշում եք հայտնի ֆիլմ, ասում է ձեր աշխատավայրում կոնֆլիկտներ եղել են, ասում է ոչ կլինեն։ Չէ, էլի չտող չլինեն։ Բնական է։ Հա, բայց մենք կարևորը մենք միասին չենք, կոնֆլիկտները մեր միասին չեն։ Լինում ընդհանրապես, իսկ սա երջանկություն է մեծամասամբ։ Իդեպ օնլայն հարթակում սկսել են մեզ գրել, ջերմ շնորհավորանքներ են ուղարկում իմ սիրելի հոբելարներ, մեր փոքրիկ մեծեր, ինչու փոքրիկ մեծեր։ Շնորհավորում եմ, շնորհակալ ենք։ Մաղթում երկար անխափան եթեր, միշտ բարձր տրամադրություն եւ տա Աստված դեռ երկար տարիներ դուք լինեք մեր կյանքում ապահովելով առավոտյան ժպիտները։ Շատ չէ, մի 50 տարի էլ եթերում տեսնեմ ձեզ, հերիք է, սիրում եմ ձեզ։ Դե Տիգրանը մոտենում է։ Մենք ունենք զանգ, 150։ տեսնենք ով է մեզ այս պահին միացել։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ասեք, դուք ինչպես եք։ Շատ խորհրդավոր եք։ Ձեր հետ ամեն օր դիմավորում ենք բարի լույսը։ Ահա։ Ինչպես երեխան դառնում է 1 տարեկան, բոլորը ուրախանում են, մենք նույնպես ուրախ ենք, որ դուք արդեն 1 տարեկան եք ու քայլում եք։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Ձեր անունն էլ որ ասեք, մենք ձեզ Կարինե։ Կարինե ջան, շնորհակալ ենք։ Ես շաբաթ ամսի 31-ի ռադիո շահողն եմ։ Շատ լավ է, շատ։ Ուրա։ Շնորհակալ եմ նվերների համար եւ միշտ նվեր առած լինեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ։ Աշխատում ենք այդ Հաջող տարի։ Շնորհակալություն։ Հաջող տարի եւս մեկ անգամ։ Նրանք ովքեր օնլայն հարթակում հետևում են մեզ, տեսնում են որ մոմը վառված է մեր տաղավարում, մենք իհարկե հակահարդային բոլոր կանոնները պահպանել ենք։ Եթերի երկի ժամանակ 4-ով կփչենք այդ մոմու երազանք կպահենք։ Դե ինչ ճիշտ ժամանակն է միմյանց ասելու շնորհավոր, կարծում եմ։ Happy
there is he that they should make it become an illusion. And we all know everything that each different time will bring. Or in peace, our heart will sing. Thanks to Martin Luther King. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Why has there never been a holiday? Where peace is celebrated all throughout the world. Time is overdue for people like me and you who know the way true is love and unity to all of God's children. Should be a great event, and the whole day should be spent in full remembrance of those who lived and died for the oneness of all people. So let us all begin. We know that love can win. Let it out, don't hold it in. Say it loud as you can. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Ooh, yeah. We know the key to unity of all people. Դե ինչ, մոմը փչեցինք միասին, այսպես միացյալ ուժերով եւս մեկ Երազանքել անգամ պահեցին շնորհավորում ենք միմյանց, այո, սուրճ ու սերառավոտից հաղորդումը դարձավ 1 տարեկան։ եւ իհարկե հարգելի ռադիո լսողներ, մենք ուրախ ենք, որ դուք ակտիվացել եք ու արձագանքում եք ու ասում ենք բարի լույս։ Դուք ուղիղ եթերում եք։ Բարի լույս։ Բարև ձեզ, Տիկին Ալիսա։ Ես Լուսինե ջան, ինչպես Բարև ձեզ, բարև Լավ, ձեզ։ շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ լավ եմ, եթե ձեզ հետ խոսում եմ, ուրեմն լավ եմ, Լուսինե ջան։ Ինչ հաճելի է։ Այո։ Շնորհավորում ենք նաև ձեր սուրբ ծնունդը եւ իհարկե թող տարին լինի հաջող բոլոր առումներով։ Այո, Ես շնորհակալ ենք, որ մշտապես մեզ հետ եք։ Շնորհավորում եմ Սուրճ հաղորդաշարի մեկամյակը, նա հրամանուկ է, բայց հրաշամանուկ չէ, նա հզոր է, ուժեղ է, կանգուն է, որ մեր կողքին է։ Շնորհակալ եմ ձեզանից։ Մենք էլ ենք շնորհակալ մեր որպես անդավաճան ռադիոլսող։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հասկանանք յուրաքանչյուրից ինչ տվեց այս նախագիծը արդեն 1 տարի է դուք վաղ եք արթնանում, գալիս եք ռադիոտուն, շփվում ռադիոլսողների հետ, սկսենք մեր կրծեր գործընկերներից։ Մի տեսակ ծեր զգացի, կարդում էի նկարագիրը Ես շատ վերջի։ լուրջ տոնով, Սերունդների բախում այսպես, այո։ Իրականում, քանի որ ես ավելի ուշ եմ միացել, հենց նոր զուգահեռ հաշվում էի 5 ամիս է ինչ ես եթերում եմ, իրական բավական կարծում եմ արագ անցավ, ինչպես ասում են, կարծես 3 լիներ, երբ միացա, ու մի հետաքրքիր բան կա, որ ես ինձ խոստացել էի մինչև միանալը սուրճուսերին, որ այլևս երբեք առավոտյան ծրագիր չեմ վարելու, որովհետև առավոտյան արթնանան, այո։ Բայց կարծես թե շատ հաճախ էի ասել երբեք, եւ ստացվեց այնպես, որ միացա։ Ավելի շատ օրվա մեջ նախ ժամանակ է տալիս, իհարկե արթնանալը միևնույն է դժվար է, բայց օրվա մեջ ավելի շատ ժամանակ է տալիս, առավոտները դրական լիցքերով սկսելու հնարավորություն է տալիս եւ օրվա ընթացքում կարծում եմ ավելի շատ էներգիա է ունենում, ռադիոլսողներն էլ հատկապես երբ զանգահարում են ու մեկնաբանություններ են գրում, այդ դրական լիցքերը հավաքում ես եւ անցնում աշխատանքային օրվան։
Ես ասեմ, ինձ համար առավոտյան ծրագրում աշխատելը միշտ փոխարինում է առավոտյան նախավարժանքին, որովհետև ուղիղ եթերից ուշանալու վախը պատրաստվելիս ստիպում է տարբեր տեսակի մարզաձևերի դիմելը տանը, վազել գլուխկոնցի տալ սալտոանը։ Ով է խոսում այն մարդը, որը ապրում է Հարայր ռադիոյի հարևանությամբ։ Այո, դուք խոստովան եք ռադիո լսողներին էլ, որ դուք եթե 7-ին 7:30 եք արթնանում, ես եթերից 1 ժամ առաջ կարող եմ ինձ թույլ տալ արթնանալ։ 6:30։ Օ, ցավում։ Ընդունեք մեր ջերմագին ցավակցությունը։ Ես մի բան կարող եմ երբ է արթնանում, դու 6:30։ Ես շատ աղջիկական մի բան կասեմ, դա պայմանավորված է մազերի հարթարման իմ գրաֆիկից։ Կամ 6:30 է, կամ 7-ին է։ Լավ, այս համատեքստում ինչից եք բողոքում։ Բայց դու չասացիր Մենք քեզ կասեք, սպասիր, զրուցենք իրենց հետ։ Միակ բանը, որից ես բողոքում եմ, դա էլ արդեն հարմարվել եմ եւ դա մի սեզոնի է վերաբերում, այդպիսի կարծիք կա, չէ, որ սկզբում է դժվար, եթե շատ արթնանաս առավոտյան հետո սովորում ես, ես անձամբ այդպես էլ չեմ սովորում, եթե արթնանալու սկզբի շրջանը դժվար է, հատկապես հիմա երբ մութ է, բայց նշեմ նաև, որ միայն այս եղանակին է այդպես, ամռանը շատ հաճելի է, երբ արթնանում ես, ծիտիկների ծլվելոցը, քաղաքում ոչ մեկ չկա, իսկապես հաճելի է, այնպես որ իմ բողոքը, ճակերտներում ասած, ժամանակավոր բնույթ է կրում եւ կբողոքեմ եւս 2 ամիս, իսկ հետո արդեն կվերադառնա ծիտիկների ծլվելոցը եւ ես մեծ սիրով կարթնանամ։ Ապտի բողոքենք։ Ոչ թե բողոք, այլ կուզեի, որ մեզ հաճախ նաև գրեն զանգարեն այն մարդիկ, ովքեր միշտ լսում են, բայց քաշվում են, ամաչում են, որովհետև հաճախ մեզ մեր մշտական այո ռադիո լսողներն են զանգարում, ինչը իհարկե շատ հաճելի է, բայց հաճախ լինում է, երբ նոր մարդկանց ենք լսում կամ տեսնում մեկնաբանությունների դաշտում գրում են, դա էլ ավելի է ոգևորում։ Հիմա քանի որ կապը ինտերակտիվ է, տեսնում ենք, չափում ենք, ինչքան դիտեցին եւ այլն, ինչքան շատ, այդքան ավելի հաճելի։ Սա փոքրիկ ակնարկ է։ Հարգելի ռադիո լսողներ։ Եթե ուրիշներն էլ են կարողանում ակնարկել, ես գիտեի միայն մեր անձին է վերաբերում հարցը, ես նաև ուզում եմ, որ մեր հյուրերը հասկանան ուղիղ եթերի կարևորությունը եւ չուշանալ ասելով, մենք նկատի ունենք ռադիոտանը լինել 10-15 րոպե առաջ եթերից։ Այստեղ ավելի եւս մեկ կարևոր բան, հաշվի առնելով ուղիղ եթերի գաղափարը ընդհանուր Գիշերվա կեսին չգրեն, որ իրենք չեն կարող չգալ։ Սա էլ է շատ ծանր։ Գիշերով ասում ջերմությունը բարձրացավ եւ չեն կարող։ Չեմ կարող գալ։ Եվ հաջորդ առավոտյան մենք տեսնում ենք նրանց ստորիները քաղաքից դուրս ճանապարհին ինչ-որ։ Մի գաղտնիք էլ բացեմ, ինձ շրջապատում են հարցնում, հաճախ թվում է, որ նման հաղորդումների վրա օրինակ շատ մեծ թիմ է աշխատում, մենք ունենք սցենարիստներ, խմբագիրներ, որոնք մեզ պատրաստի տեքստեր են փոխանցում, ունենք մերսողներ, ունենք իմիջմեյքերներ, դիմահարդարներ։ Իրականում իհարկե ռադիոյի հաճելի կողմերից մեկը դա է, որ ավելի շատ դու ես կենտրոնացած քո աշխատանքի վրա, դու ես որոշում, բայց այն դեպքերում, երբ օրինակ հյուրը գիշերը ասում է, որ չի գալիս, այդտեղ քո մեջ պետք է ավելի շատ ակտիվ գործեն սցենարիստը, իմիջմեյքերը, խմբագիրը։ Մենք 5, մեր թիմը բաղկացած է 5 մարդուց, 4-ից այս պահին տեսնում եք, իսկ 5-րդը Եվ այդ մեկ մարդը դու ես։ Իսկ 5-րդը այնտեղ նստած է ապակուցային կողմ եւ պատասխանում է ձեր զանգերին, իդեպ զանգնել եկա։ Ողջունենք ռադիո լսողին, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում եմ ձեր բոլոր տոները, նոր տարին, Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ ձեզ առաջին հերթին առողջություն, Շնորհակալ ենք։ Երազանքների իրականացում բոլորիդ շատ սիրում ենք, միշտ հետևում ենք ձեր հաղորդումներին, դա այս տարի ավելանան նման հաղորդումները, որոնք միայն դրական դիտքեր են հաղորդում մարդկանց։ Եվ կներեք, նորից պետք է հնչեցնեմ, մի անգամ հնչեցրել եմ, բայց մի խնդրանք, որ դուք մի որևէ քաղաքապետարանի ներկայացուցիչ երբևիցե հրավիրեք եւ հարցնեք, ինչու են նրանք այդքան դաժան երեխաների նկատմամբ։ Այսօր է մեր երեխան այնքան մեծ դժվարությամբ է դպրոց հասնում։ Շուտ երեխան, այո, վերջապես նրանք մտածեն նաև, որ փոքրիկները այս Սմրան սրծուրդ եղանակին հարցնում էր, ինչու այս անմուտ, նույնիսկ ես չէի կարողանում բացատրել, ինչի խեղճ երեխա պետք է այս մութ ժամին արթնանաս եւ գնաս այս սառույցների վրայով, մի կեր, ծանր պայուսակուսերին գնաց դպրոց, մի խոսքով ես կխնդրեի, քանի որ միայն ձեր հաղորդում կարող եք հասնել մեր խնդրանքները, դուք էլ նպաստեք, խնդրում եմ մեր փոքրիկների համար, մեղք են այդ փոքրիկների։ Շնորհակալություն։ Ամենալավ բաներն ենք ցանկանում, թող ձեր նման հաղորդավարները շատ լինեն, ձեր նման մարդիկ շատ լինեն, եւ ձեր
այդպիսի հաղորդումներ շատ լինեն, որոնք միայն դրական դիտքեր են հաղորդում։ Աշխատում ենք, աշխատում ենք։ Շնորհակալ ենք, շատ հաճելի է։ Շատ նախորդ թեմայի հետ կապելով մի փոքր հումորային պատասխան տանք քաղաքապետարան ապագա ռադիոհաղորդավարների առավոտյան ծրագրի պատրաստում։ Իրականում այդ 15 րոպեն որևէ խցանման, այսպես ասած, չի նպաստում, որ խցանում չլինի, բայց երեխաների համար բարդ է եւ մենք բազմիցս ենք եթերում ես ու Տիգրանը խոսել այդ թեմայով։ Լավ կլիներ վերականգնեիք տնտեսության համամիտ ենք ռադիո լսողի հետ։ Այս բային կարճատև դաթար։ Ես հասկացա։ Գովաստ տելեգործընկերներ ծնունդ, բայց Գովաստը գովաստ։ Գովաստը գովաստ։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, մենք 1 տարեկան ենք, 10:27 րոպե եւ շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Այո, սիրելի ռադիո լսողներ, երբ Սևակը ասաց, որ մի ալարեք եւ գրեք մեզ զանգահարեք, մեր հանրային ռադիոյի ռադիոլուրի ղեկավար Լիաննան Եղիազարյան գրում է, ասենք տեսնում եք զբաղված ենք։ Մի հատ դուք զանգեք, ասեք ասա Լիան ջան, ասում ենք Լիան ջան, ո՞նց ես։ Ասա մամ ջան։ Շատ հետաքրքիր շփում ստացվեց։ Մի այլ կարգի։ Լավ, հերթը հասավ մեզ։ Լուսինե, ինչ տվեց քեզ այս նախագիծը։ Ինչ տվեց ինձ այս նախագիծը, ինձ տվեց էներգիա, տվեց դրական լիցքեր եւ անդադար առաջ գնալու հնարավորություն, որովհետեւ առավոտյան ծրագիրը թեպետ թվում է, դե հա էլի գալիս են այսում խոսում գնում են, ոչ, ամենաբարձ ծրագրերից է, որովհետեւ տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են գալիս քեզ հյուր եւ դու պիտի պատրաստ լինես բոլորի հետ խոսել իրենց թեմաների շուրջ։ Սա շատ կարեւոր է, այսինքն անդադար աշխատում ես քո վրա, որպեսզի աճես, շարունակես զարգանալ, անդադար ռիթմի մեջ ես, սա տվեց։ Բայց բողոքելու համար էլ կասեմ հավեր քնի կարոտ եմ մնացել։ Տարիքն իրենն ասում է, էլի Տիգրան ջան։ Ի վերջո քանի տարի ենք մենք այսքան վաղ արթնանում, հիշիր։ Շատ, բա, դա 5 տարի չէ, 10 տարի չէ, 15 տարի եւ ավելի է։ Եվ ըստերության։ Եվ էլի չենք սովորում։ Իրականում այն, որ դու վաղ ես արթնանում եւ ամբողջ օրը արժեվում է, դա փաստ է, բայց ընթացքում լինում են պահեր, որ դու ուզում ես 15 րոպե անջատել ուղեղդ, որպեսզի հետո կարողանաս շարունակել, հատկապես որ ժամուկես էներգիա ես ծախսում, հաճույքով ես դա ծախսում, բայց հետո վերալիցքավորվելու կարիք կա։ Խնդրեմ Տիգրան։ Ինչ տվեց ինձ այս նախագիծը։ Ասա։ Ասեմ, շատ մեծ հոնորարներ, կարողացա գնել եւս մեկ բնակարան, մեկ ավտոմեքենա, նոր մեքենա, նոր հեռախոս։ Հեռախոսը դա մեն այդպես փոքրիկ մեծ հոնորարների որևէ կղզում մեկ տարվա ընթացքում ամառանոց չես պատրաստվում գնել։ եմ շուտով նոր կղզի գնել հունական ափերում։ Իսկ դժգոհություններիդ մասին էլ կասես։ Դժգոհում եմ, մարդիկ չեն թողում փողոցով հանգիստ քայլեն։ Անդադար գալիս են, Կարմիր գորգ են փռում ոտքի տակ։ Այո, ինքնագիր են պահանջում։ Ուր մտնում ես, ասում են դուք եք, ասում ես եմ։ Բայց հիմա ծիծաղում ես, երեք ես առևտրի մեծ կենտրոններից մեկում ինձ համար գնում եմ եւ մի աշխատակից մոտավորապես 3-4 խանութ վազել է իմ հետևից, ասաց ներեցեք մի րոպե էլի, ասեցի այո, ինձ թվաց ինչ որ բան եմ գցել, ասաց դուք են հանրային ռադիոյի Լուսինե Մուրադյանը չեք, ասեցի այո, ասաց մենք դες ամեն օր լսում ենք այնքան լավ ենք, սա շատ կարևոր մոտիվացիա է եւ թանկով վաճառեց։ Ես չէի մտել իրենց խանութ, նա ինձ տեսել էր որ ես գայթակղել եմ որ մտնես, չէ, հետո ես գնացի անցել էինք իրենց խանութ։ Եթե լուրջ, ահա չէ, թող Տիգրանը պատասխանում։ Եթե շատ լուրջ, ապա ասեմ որ ինձ համար առավոտյան
ֆորմատը շատ հին պատմություն է։ Ես սկսել եմ աշխատել հանրային ռադիոյի առավոտյան ֆորմատներից, հետո հեռուստատեսությունում 10 տարուց ավել Երկիր մեդիայում, կենտրոնում, չէ, հակառակը կենտրոն, հետո Երկիր մեդիայով այդպես շարունակ, կարծես առավոտյան եթերը դաճված լինի իմ ճակատին եւ իմ ապրելակերպի մի մաս է դարձել, այնպես որ ինձ համար վաղ արթնանալը սովորական բան է դարձել, կարծես բիոռիթմի նման ինչ-որ մի բան, իսկ բողոքներից դա երազներն են, վատ երազները, որոնք գալիս են ինձ այցի լուսադեմին ժամը 5-ից հետո, երբ ես արագ փորձում եմ հասկանալ այսօր ինչ օր է, որ զույգի հետ եմ վարելու, ում պետք է առավոտյան վերցնեմ ճանապարհին, ուր գնամ, չուշանամ եւ արդյոք իմ օրն է թե ոչ։ Հիմա անկեղծ 4-ը 3-ը էլ պատասխանեք, եղել է որ Կիրակի օրը առավոտյան շուտ արթնանաք, վեր թռնեք, մտածեք որ եթերի եք։ Այո, նախ դա է եղել, հետո էլ եղել է որ ձեր օրն է եղել, եթերում դուք եք եղել, բայց ես չգիտես ինչու, ինչ որ պանիկայով վեր եմ թռել, կարծելով որ եթերից ուշացել եմ եւ նույնիսկ երբ արդեն 9-ից էր, նույնիսկ երբ ուղեղս աստիճանաբար ինձ հուշում էր որ չէ, այսօր Լուսինեն ու Տիգրանն են եթերում, միևնույն է Facebook-ի էջը բացել եմ, սպասել եմ, տեսել եմ ձեզ եթերում նոր հանգիստ։ Իսկ ինձ հետ եղել է մի դեպք, երբ ես շատ լուրջ առավոտյան արթնացա, սափրվեցի, իջա մեքենան, Հաճ ասում դուրս անեցի ավտոտնակից զանգարեցի Լուսինեն ասելուց ջան դե գալիս եմ ասեց բայց այսօր մենք եթերում չենք լուրջ եղել է ու խելոք ինքը հետ գնաց ես մի օր եկել էի դուք եթերում եք Սևակն էր եկել եւ շատ խելոք մեքենան նորից ետ կայանեցի տարա ավտոտնակ եւ գնացի տուն քնելու Սա խոսում է այն մասին որ մեր կյանքը այդքան էլ հեշտ չէ մեր կյանքը դարձել է ուղիղ եթեր Իդեպ Տիգրանը երեք մի տեսանյութ էր ուղարկել մեր Facebook-յան խումբ որտեղ մենք քննարկում ենք մեր աշխատանքային երբեմն էլ ոչ միայն աշխատանքային հարցերը եւ այնտեղ առավոտյան ծրագրի այլ երկրի մի հաղորդավար էր, որը հենց նույն մտավախությամբ էր կիսվում, նա նույնպես վեր էր թռնում անընդհատ կարծելով, որ ինքը պիտի եթերում լիներ կամ որ ինքը ուշացավ կամ որ ինքը մնաց ճանապարհին Մենք խոստանում ենք, եկեք խոստանանք ռադիո լսողներին, որ նման տեսանյութ էլ մենք կպատրաստենք եւ սուրճ ու սեր առավոտից հաղորդման Facebook-յան հարթակում կտեղադրենք։ Սիրով։ Այո։ Woke up to the gray sky, heavy rain on the sleigh roof. Family arguing downstairs, yeah, I need a little bit of proof that there's joy to the world, cause the turkey is dry as a bone. And my uncle is drunk in the corner, just shouting alone. So, I grabbed my passport, ran out to the cab in the street. Left the wool sweater there on passenger seat. Now the runway is clear and the engines are starting to roll. Trading snowflakes for sand on a different floor. We don't need the fireplace burning tonight. Burning tonight, burning tonight. Everything here is gonna be alright. So bright, so bright. Pour me a frozen margarita. Santa Claus is dancing with the heat. Don't need a sleigh, don't need a deer. Just get the rhythm ringing in your ear. Yeah, the ice is in the glass, not on the ground. Best kind of Christmas that we ever found. Oh, escúchame, boy, put the phone in the bag. Stop checking the time, stop checking the tag. The palm trees are swaying, the water is blue. I got a present especially for you. My hips don't lie when the reggaeton plays. We celebrate holidays in different ways. Caliente, the sun kissing on your face. Forget about the cold, welcome to my place. We don't need the fireplace burning tonight. Burning tonight, burning tonight. Everything here is gonna be alright. So bright, so bright. Pour me a frozen margarita. Santa Claus is dancing with the heat. Don't need a sleigh, don't need a deer. Just get the rhythm ringing in your ear. Yeah, the ice is in the glass, not on the ground. Best kind of Christmas that we ever found. Oh, I was shivering in the queue. pero ahora estás bien. Turn the gray skies into blue. Al 100%. Raise the glass up. Pour me a frozen margarita. Santa Claus is dancing with the heat. Don't need a sleigh, don't need a deer. Just get the rhythm ringing in your ear. Yeah, the ice is in the glass, not on the ground. Best kind of Christmas that we ever found. No snow, just salt, sal y limón. Merry
Սուրճ ու սեր առավոտից։ Եվ այսպես մենք 1 տարեկան ենք 19:35 եւ շարունակում ենք սիրով աշխատել բոլորով ձեզ համար ուղիղ եթերում։ Այո, ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Եվ երևի էլի մի քանի մեկնաբանություն կարդանք։ Մեր շիրելի գործընկեր Նազենի Չորեքչյանը նույնպես նաև on-line է մեզ շնորհավորել։ Եստեր Մխիթարյանն էլ նախ շնորհավորել է նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Այնուհետև նա էլ իր հերթին խնդիր է բարձրացնում, ասում է սառույցն էլ մաքրել տվեք, երկրորդ մասիվում ահավոր վիճակ է։ Մենք մաքրել տա։ Բարձր կարծիք ունեք։ Իրականում լինելով մասիվի ներկայացուցիչ, ես էլ եմ փաստում, որ հատկապես բակերում սառույցի վիճակը մեղմ ասած այնքան էլ հաճելի չէ։ Օրինակ մեր բակը երկու կողմից էլ շենքերով է շրջափակված եւ արև չի ընկնում ու որ ինքն իրեն կհալվի, դրա հույսը շատ քիչ է։ Հերիքնաս Կարեյանն ասում է շնորհավորում եմ ինձ համար ամենալավ հաղորդման 100-ամյակը, իսկ Կարինե Մկրտչյանը վայ։ Այսինքն սա խոսում է այն Այո, հավերժ լինելու։ Մենք լինելու դուք մեզնից բրծում չունեք։ Բայց գուցե խորհրդանշական է այն, որ այս տարի ռադիոյի 100-ամյակն է, իսկ մեր 1 տարին գուցե այո, գուցե դառնալու ենք 100 տարեկան։ Բարի լույս իմ սիրելի հաղորդավարներ, իմ ջերմագին շնորհավորանքները թող ձեր մեկը 100 դառնա, ասում են, չէ։ Միասին նշենք, մաղթում ենք անխափան եթերներ, անհոգ առողջ Երջանիկ օրեր Տիգրան ջան, արժանի եք, այո, Կարմիր գորգի սիրում եմ բոլորիդ գրել էր Կարինե Մկրտչյանը։ Այո, ծափերս չէ հնչեցնել։ Դե ոնց չհնչեցնել։ Եվ ոչ միայն ծափեր, նաև ունենք զանգային, տեսնենք ով է մեզ միացել։ Ասում ենք բարի լույս մեր ռադիո լսողին, դուք եթերում եք։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծավետիս։ Այո, բարև ձեզ, բարի լույս։ Շնորհավոր Սուրբ Օրդինալ է հայտնությունը։ Նոր տարի եւ շնորհավոր այս հրաշալի հաղորդման ծնունդ։ Ոնց եք Տիկին Սեդա։ Հրաշալի, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Տոնական աշխատանքային։ Հաստատենք եւ լավ կլինի։ Այո։ Դարձյալ շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի հաղորդման ծնունդը։ Ես մի անգամ ասել եմ եւ մեկ անգամ կրկնում եմ եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մտահղացին այս հաղորդումը մեզ համար եւ ձեզ, որ այս հաղորդումը մեզ համար ամեն օր իրականություն եք դարձնում։ Դուք դժվարություններից եք խոսում, դժվարություն չասենք, այդպես որոշակի խնդիրներ, որ հաղթահարում եք, իհարկե մենք միշտ էլ ըմբռնումով ենք մոտենում, որ դժվարությունները դուք հաղթահարում եք, իսկ մենք վայելում ենք դրա պատուղները, բայց դուք էլ վայելում եք մեզ սերն ու հարգանքը։ Իհարկե, բա դա հարց էր։ Այո, յոմ ենք ձեզ շատ եւ ձեր մի գաղտնիք էլ ես ասեմ, կարծում եմ ունկնդիրների շատերը պիտի իմ ասածը հաստատեն, եթե դուք հանկարծակի եք գալիս, որ հաղորդումից ուշացաք, մենք էլ հանկարծակի ենք գալիս, որ վայ ժամը արդեն 9-ից է, ենթադրենք 40 կամ 45 եւ մենք ուշացանք միացնել։ Հաճելի է։ Ես հաղորդումը եւս մեկ անգամ շնորհավոր ձեր ծնունդը, շատ հաճելի է, հատկապես որ այս հաղորդաշարը վարում եք դուք 4-ով։ Շնորհակալություն։ Վեգա եւ Սևակ, բոլորից շատ Անչափ շնորհակալ ենք մեր հանրային ընտանիքի լիիրավ անդամ Սեդա։ Շնորհակալ ենք։ Հաջող տարի ձեզ։ Շնորհակալություն Տիկին Սեդա։ Արմինե Հովսեփյանն է գրում փոքր մեծեր, որովհետև գրել էր փոքր մեծեր, մեզ ես էլ հարցնում եմ ինչու։ Փոքր մեծեր, քանի որ հաղորդման շրջանակում դեռ 1 տարեկան եք, բայց ձեր տեսակով կարևոր, հարգված եւ մեծ մարդ եք ինձ համար։ Ամփոփներ ենք ուղարկում ձեզ։ Մի բան էլ ասեմ, Տիգրանը կատակով նշեց փողոցում հերթերը, աստղային հիվանդության ախտանշանները, բայց ասեմ, որ նաև այս հաղորդման շրջանակում հաճախ գրում են մարդիկ, որոնց հետ շատ շփում չկա կամ երբևէ չես էլ մտածի, որ միգուցե ռադիո են լսում, ավտոմեքենայի մեջ, ասում են, վայ, այն օրը լսում էինք, օրինակ, դուք եք այս երգն եք դրել այս թեմաներ, դա եւս շատ հաճելի է եւ առավոտվա ծրագրում աշխատելու ինձ համար մի լավ առավելություն, շատ սուբյեկտիվ բան եմ ասելու, որ ես սիրում եմ հնչեցնել իմ սիրած երգերը։ Այո, մեր հաղորդման DJ-ները այդպես եւ թեման շարունակելով ես էլ ամենաշատը սիրում եմ, երբ տաքսի եմ նստում եւ վարորդը հանրային ռադիո է բերելու եւ տեսնում եմ, որ նա արդեն միացրել է հանրային ռադիոն ու չգիտեմ, մի տեսակ խորհրդավոր մի բան կա նրանում, որ շուտով ինքն էլ չգիտի, բայց րոպեներ անց ինձ է լսելու արդեն եթերում։ Ես սովորաբար չեմ ասում այդ մասին, բայց հաճելի է պատկերացնել, որ շուտով կլսի նաեւ ինձ։ Լսեք հանրային ռադիոն։ Անցնում է արագ Միշտ ապիր դու ժամանակ Որ չանցնի զուր օրը մեր Չփորձենք ուրախ պահեր Կյանքը անցնում է արագ Միշտ ապիր դու ժամանակ Որ չանցնի զուր օրը մեր Չփորձենք
Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 եւ ձեզ հետ մեկամյա սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Բարի լույս եւս մեկ անգամ պահն է ապարելու, ուրախանալու ու վայելելու, պահը Եվ բաց պահն է մի լսելու թողեք։ ռադիոլսողին։ Բարև ձեզ, դուք ուղիղ եթերում եք։ Ողջույն Գագիկ, ինչպե՞ս եք։ Բարի լույս, շնորհավորում եմ Սուրճ ու սեր ծրագրի 1 տարին։ Շնորհակալություն։ Սուրճի ու սիրո նման երկար կյանք ունենաք։ Շնորհակալ եմ։ Ինձ ուրախ տրամադրությամբ մեր ժողովրդին ուրախություն ապարգևեք, բարի լույս հաղորդեք։ Ձեր անկեղծ սրտով, բարի հոգով եւ մասնագիտական ունակություններով։ Օնաչ շնորհավոր Սուրճ եւ սեր։ Մնացեք սիրով եւ սուրճով։ Ամենայն բարիք։ Շնորհակալ ենք, հարգելի Գագիկ։ Շնորհակալություն։ եմ, ես էլ եմ շնորհակալ։ Ահա, շնորհակալություն Այո, հայտնեմ։ մեծ է մեր ընտանիքը, հանրային ռադիոյի այսպես լսարանը շատ մեծ է եւ լիրավ Տարբեր համայնքներից իդեպ տարբեր զբաղմունքի Իսկ դուք զբաղմունք ֆիքսել ունեցող եք, մարդիկ որ հանրային ռադիոն նաև նպաստել է, որպեսզի նոր ընկերություններ ձևավորվեն, եւ ես նկատում եմ, որ մեր մշտական ռադիոլսողները իրար հետ ընկերություն են։ այո, զանգում են, հերակա բանավիճում են կամ Հարսանիք կարծիքներով չի են լինելու։ փոխանակվում։ Հարսանիք էլ թող լինի, ամեն ինչ տեղը կընկնի, համաձայն եք չէ։ Իդեպ չգիտեմ հենց հանրայինի հետ կապված եղել է թե չէ, բայց երկրորդ ալիքի հետ կապված հարսանիք եղել է զույգ, երբ COVID էր, կարանտինի ընթացքում Դուք անում էիք նախագիծ։ Այո, Համլետ Արաքելյանն ու Անահիտ Բեկյանն էին վարում, ռադիո ժամադրությունների նման ինչ որ բաներ, մարդիկ զանգում եւ ծանոթանում էին, արդյունքում եղավ մի զույգ, որն արդեն ամուսնացած է։ Այո, կարծեմ նույնիսկ երեխա ունեն արդեն, բայց այս վերջին լուրի հետ այո, դեռ պիտի ճշտեմ, այո։ Ինչ հաճելի է, չէ՞, ասեք, որ շատ հաճելի է։ Այո։ Նաև հաճելի է։ Բայց մի բան ասեմ, լույս մենք չգիտենք, գուցե եղել են պատմություններ կապված հանրային ռադիոյի հետ, որոնք վերածվել են սիրո եւ մենք այդ մասին չգիտենք։ Ինչպես Սևակը նշեց, ցավոք ոչ բոլորն են զանգահարում եւ կիսում իրենց պատմություններով, այնպես որ եթե կան ռադիոյի հետ կապված նման գեղեցիկ պատմություններ, սիրո պատմություն, ընկերության պատմություն, ապա զանգահարեք։ Իդեպ ինձ դուր եկավ վերջին զանգի ընթացքում այն, որ նշվեց, որ սիրո եւ սուրճի պես երկար կյանք լավ է, որ մեր օրերում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ սերը երկար կյանք է ունենում եւ դա փաստում է, որ հանրային ռադիոյի ռադիոլսողները հենց այդպիսի մարդիկ են։ Ես հիշեցի, որ այդ տարիներ առաջ փախնի ուղակի։ Այո։ Դե գազի վրա ճիշտ ժամանակին վերցրել։ Դե նայած ինչով են պատրաստում։ Ես էլ տարիներ առաջ օրինակ վարեցի, արդյունեցա վարելու ռադիոլուրի մեր գործընկերներից մեկի եւ տեխնիկական բաժնի աշխատակցություններից մեկի հարսնյաց հանդեսում։ Այո, ես գիտեմ։ Այո, դե մենք գիտենք, որ աշխատանքային սիրավեպեր շատ են լինում եւ հաճախ դրանք ավարտվում են գեղեցիկ ամուսնություններով։ Այո, մեր կարծում եմ մեր շուրջ կա, սեղանի շուրջ կա մեկը, այո։ Եթերը մեզ Եվ մինչ միավորը։ օրս էլ գործընկեր ես քո ամուսնու հետ, դա նույնպես փաստենք, այո։ Գնում գալիս։ Այո։ Այնպես որ շատ հետաքրքիր առավելություններ կան, երբ նույն ոլորտից եք լինում իրականում։ Հետաքրքիր։ Բայց չենք մոռանում, մեկ ամյակն է մեր այս։ Սերը թող միշտ արդուն լինի, միշտ միացած love on ռեժիմով։ Ով չլինի։ Այո, թող ով չլինի։ I'm no cheap thrill, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, 'cause baby, if you can't tell, you're what I wanna love on. This doesn't have to be some sort of mathematical equation. Slip off your jeans, slide in the sheets, screaming yes in quotations. Clock in, baby, get to work. Night shift, but with all the perks. Time stamping when you fell in love. Time can't mess with us. Can't see straight just wait till turn my love on. Wait till turn my love on. I'm no cheap girl, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, 'cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Wait till turn my love on. Wait till turn my love on. You'll get your thrill, just promise you'll be patient with the outcome. Conversing over this steak tartare when we could be somewhere other than here, making out in the back of a car or in the back of a bar, or we can make a memoir, yeah, on the back wall of the last stall in the bathroom at the bazaar.
station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք 1 տարեկան ենք, Սուրճ ու սեր առավոտից հաղորդում է հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, շնորհակալ ենք, որ այսքան ակտիվ են մեր ռադիո լսողները։ Արամայի Սահակյանն է մեզ գրել, շնորհավորում եմ ձեր մեկամյակը, ցանկանում եմ անխափան եթերներ եւ մենք ձեզանից, դուք մեզանից անպակաս լինեք։ Շնորհակալ ենք։ Աշուղ Աստղանուշի մեկնաբանությունը կարծես չենք կարդացել, շնորհավոր եւ եռագույն սրտիկներ։ Մենք ձեզ շատ ենք սիրում, գրել է Էստեր Մխիթարյանը, շնորհավորում է հաղորդման մեկամյակը, անխափան եթեր մեր սիրելի հաղորդաշարին։ Շնորհակալ ենք մեր բոլոր ռադիո լսողներին։ Այլ մեկնաբանություններ կան, սիրելի գործընկերներ։ Հիմա դու կարևոր մեկնաբանություն ես Հիմա այս բան ուշադրություն։ Օհո։ Ինչու եք այդպես նայում ինձ։ Դե սկսիր, ես գիտեմ, իրենք չգիտեն, անակնկալ է Սևակի ու Վեգայի համար։ Մենք ունենք ողջույն, ոչ ավել, ոչ պակաս, հանրային ռադիոյի տնօրեն պարոն Քոլոյանից։ Օհո։ Իմ սիրելի Տիգրան Լուսինե, նույն ինքը Խուճուճ։ Վեգա եւ Սևակ, շնորհավոր ձեր ծրագրի ծննդյան օրը։ Չեմ պատկերացնում առավոտս առանց սուրճ ու սերի, մաղթում եմ հաջողություններ, գրկում եմ ձեր նախկինում Խուճուճ տնօրեն Արմեն Քոլոյան։ Շնորհակալ ենք։ Սրտիկներ, շնորհակալ ենք շատ։ Իմ հետաքրքրությունը էլի ինձ ստիպեց ինչ որ բաներ փնտրել Մենք համացանցում։ զանգ ունենք, դեմ չես, պատասխանենք հետո։ Եվ այստեղ ասում ենք բարի լույս։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ 1 տարվա կապակցությամբ եւ ցանկանում եմ անխափան եթեր։ Շնորհակալ ենք։ 4 երջանիկ լինեք։ Անչափ շնորհակալություն։ Տաթևն եմ միացել ձեզ։ Շատ հաճելի է, շատ հաճելի։ Տաթևը միացել է մեզ Երևանից։ Դալմայից։ Այո, Դալմայի մոտից։ Անգիր Մենք գիտենք տղամասերով, շենքերով արդեն բոլորին գիտենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Իմ մոտ գիտեք ինչ տպավորություններ, հիմա ուզում եմ փոքրիկ հումոր անել 4-ը երջանիկ եղեք, մի բարձի ծերանակի նման է, բայց հաղորդման շրջանակում բնականաբար։ Մի միկրոֆոնի։ Չդիմացա, որբրեցի։ Ուզեցի հասկանալ ովքեր են անդրանիկները։ Ով է եղել այն մարդը, որը որ սկսել է առավոտյան ծրագրերը ամբողջ աշխարհում։ Որն է եղել աշխարհում առաջին առավոտյան ծրագիրը։ Պարզվում է, չնայած այն բանին, որ դեռևս 1930-ականներից ռադիոներում breakfast show-ների, այսինքն նախաճաշի շոուների փորձեր եղել են, առաջին պաշտոնապես ճակերտներում ասած առավոտյան ծրագիր համարվել է 1952-ի փետրվարի 14-ին NBC հեռուստաընկերությամբ թողարկված Morning Show-ն, որը հենց այդպես էլ կոչվում էր, եւ այն վարում էր Dave Garroway-ը։ Դա հեռուստատեսություն։ Այո, Dave Garroway-ը եւ դրանից հետո արդեն նաեւ ռադիոներում սկսեցին պաշտոնապես հենց առավոտյան ծրագրեր անել, բայց սկիզբը տրվել է դեռ 30-ականներին, օրինակ Don McNeely Breakfast Club-ը, նախաճաշի ակումբը, որը ռադիոյով էր հեռարձակվում։ Ինչ անենք, մենք էլ որոշենք այստեղ նախաճաշ պատրաստել, բայց ամենագլխավոր բանը, որ առավոտյան ծրագրում հեծանիվներ հորինել պետք չէ։ Առավոտյան ծրագրի ֆենոմենը մարդիկ են, որոնք վարում են եթերը։ Եվ իհարկե ուղիղ կապը, որ կարողանում են պահել։ Եվ միշտ մոլորություն է, հաճախ են, չէ, եղել փոփոխություններ, միշտ նոր մարդիկ ուզել են նորություններ շատ, բայց այո, առավոտյան ծրագրի հաճելի կողմն է, որ մարդկանց հետ պետք է զրուցել, նրանց տալ կարևոր տեղեկատվություն, եւ այստեղ շատ այսպես առանձնահատուկ, չգիտեմ, սալտո տալով խոսել կամ մոտից կախված լուրեր փոխանցել։ Թեպետ այսօր փորձեցի տարօրինակ քայլվածք իրականացնել, որովհետեւ այսօր Հիմար քայլվածքի օրն է, միջազգային օրն է։ Այո, եւ Ֆամասիա Սահակյանն է գրում, շնորհավորում եմ ձեզ մեկամյակի առիթով, ցանկանում եմ անխափան եթերներ։ Մենք ձեզանից, դուք մեզանից անպակաս լինեք։ Լավագույն մաղթանքն է, որ ըղեցիք։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեր լսարանին ջերմ խոսքերի համար, մաղթանքների համար։ Մենք շարունակելու ենք աշխատել ձեզ համար նաև 2026-ին յուրաքանչյուր աշխատանքային օր, ասելով ձեզ բարի լույս։ Կհանդիպենք վաղը, արդեն ես ու Վեգան ձեզ կողջունենք, իսկ այսօր ձեզ մաղթում ենք հաճելի օր եւ եւս մեկ անգամ շնորհավորում մեզ բոլորին։ Այո, եթերի ավարտին իհարկե Սևա Քարությունյան, Վեգա Անդրեասյան, Սևա Կակոպյան։ Տիգրան Հարությունյան, դե դուք էլ իմ անունն Եվ Լուսինե Մուրադյան։ Մենք բոլորով քո անուն ասենք։ Ու դա էր ուզում։ Դե շուտ ասեիր, միանգամից կասեի։ Մի խոսքով լավ եղեք։ Կհանդիպենք վաղը։ Մի քիչ հանգստություն, շատ բան չեմ ուզում, նոր տարին երազանքներ
ես դու շատ սիրես այդքան խիստ քո հանդեպ չլինես ու այս տարի մի քիչ էլ ապրես սեր ու բարություն մի քիչ հոգատարություն մի քիչ հանգստություն շատ բան չեմ ուզում նոր տարին երազանքները մեր հերթով կկատարի նոր տարին խաղաղությունը մեզ հաստատ կհասնի այս նոր տարին անսպասելի